Ղազարյան, տեսնում եք, որ պատգամավորական մանդատները հեշտ չեն տրվում, պարտադիր պիտի ինչ-որ իրավական պրոցեսով անցնեն եւ նոր վերցնեն, հիմա այս ձեր անելիքները որոնք են լինելու ազգային ժողովում, եթե արդեն իսկ չմեկնարկած գործունեությունը ճնշումների տակ եք։ Դե կարծում եմ, որ իրանք այնքան պրիմիտիվ են, որ շատ կանխատեսելի են, տեսեք նարեկ ասել չէ, որ մանդատ վերցնելը դա ըստ էության ուղեգիր է դեպի անազատություն, այսինքն նրանց հավանական գործողությունները չափազանց կանխատեսելի են, տեսանելի են, դիտակցված են գնում այդ որոշմանը, բայց այդ որոշմանը գնալով մենք գնում ենք մեր պայքարը շարունակելու եւ այդ պայքարի մեջ իրանք խեղճ են, հասկանում եք, այս ամեն ինչ որ հիմա կատարում է, դա խեղճության դրսևորումը, պատկերացնում եք, ասեք Նարեկ Կարապետյանը քրեական վարույթ է, Կարապետյանի մեր հասարակությունը այս ամբողջ ժամանակահատվածում հասցրեց ճանաչել, չէ՞։ Պարզ, մարդկային, ամիջական, կրթված, հասարակ, համեստ, ասենք Նարեկ Կարապետյանը ոնց կարա էլի որևէ գործողություն անի, որը լինի իրավախախտում։ Հələ մանդատը վերցնելուց հələ ազգային ժողովի նիստը չի սկսել, արդեն իրականացնում են ամենամեծ խմբակցության առաջատար գործի, ցուցակի առաջի համարի տեխնացույցը անիրավի հետապնդումներ։ Ասենք ինչ պիտի ստանան դրա դիմացել։ Այո, պարտվել են, չեսանք, այս ամեն ինչը, այս ամեն ինչը պարտության նշանները հաղթանակած մարդս էս բանը անում։ Ասենք եթե սպորտ հաղթում, ասենք հիմա Իսպանիայի հավաքականը որ հաղթել է, չէ՞։ Իրանք ինչ են անում, մի հատ էլ բռնում են հետևից նորից խաղից հետո կարմիր քարտեր են ցույց տալի պարտվողին, ասում են տարեք դրան բռնեք, ցես բաներ են անում։ Հակառակը չէ, մոտենում են, շնորհավորում են, կարեկցում են, բան են անում, ասում են ոչինչ, դուք եք լավ խաղում, բան։ Իրանց այս վարքագիծը հուշում է, որ իրանք այս ընտրություններում պարտվել են եւ վախենում են այդ պարտության հետագա քաղաքական քայլերից, որովհետեւ հիմա ինչքան էլ ասենք ենթադրենք ընդ չեմ ուզում էլ անունները տամ մանավանդ մեզ մասին դեռ չեմ հիշում, կարող է սխալվի։ Ասենք 100-ական մարդիկ են, չէ՞, քպեց ընդրված պատգամավորներ, բայց գլխավորը Նիկոլ Փաշինյանը հո գիտի ինքը խո հիմար չի, չէ՞, ինքը գիտի չէ որ ինքը պարտվել է այս ընտրություններում։ Ինքը գիտի չէ որ ինքը ժողովրդի վստահություն չի վայելում ու ինքը իմանալով էր թե ինքը ոնց է եկել իշխանության։ Այդ ամեն ինչը մի հատ ինքը իր վրա լրիվ պատկերացնում է, այդ պատկերացումները բերում են վախեր, այդ վախերը բերում են այս հանիրավի գործողությունները։ Ղազարյան ինչ մեղադրանք է, ինչ են առաջացնում։ Շուտեշն ասած տեղյակ չեմ էլ ոչ միայն տեղյակ չեմ, այլ չեմ էլ պատկերացնում, ասենք որ Նարեկ Կարապետյանը կարող անի իրավախախտում։ Ես չեմ պատկերացնում որ Նարեկ Կարապետյանը ավտոքշերուց կարող է կարմիրուց տակ չկանգնի։ Ալիկ Ալեքսանյանի գործի հետ ինչ կապ ունի պարոն Ղազարյան։ Ալիկ Ալեքսանյանը դրա հետ կապ ունենա։ Իսկ ինչպես է կանելու, եթե մինչև ղեկավարին Արայիկ Հարությունյանի նստեցան հանեց աշխատակազմի ղեկավարից եւ կարծես թե այս այդությամբ շարքային պատգամավոր է դառնալու, իսկ դեր քաղաքական գնահատականը կա, որտեղ նաեւ մամուլի լուրեր կար, որ նա Հաշիմյանի ստացել է 65% կահավաքի, բայց արդյունքները նրա համար իհարկե սա ուղիղ կապ ունի, ինչ է կարծում պատճառով է Արայիկ Հարությունյանին այսպես չգիտեմ, կարող է, իրանք ինձ Ղազարյան ընդդիմությունը քննարկել է խորհրդարան գնալուն շատ կարճ է մնացել, ձեր ֆրակցիան քննարկել է արդյոք հանձնաժողովի նախագահների պաշտոնները պատրաստվում եք ստանձնել փոխնախագահի տեխնացուի առաջադրելու հարցում ինչ որոշում ունեք։ Ոչ, նման քննարկում դեռևս չի եղել։ Իսկ ձեր կարծիքն անձամբ ինչպիսին է։ Իմ կարծիքը ես այս բանին ոչ թե ձեզ կհայտնեմ, այլ իմ թիմակիցների մեր ներքին քննարկումների ժամանակ եւ կհարգեմ այն որոշումը, որը կկայացվի այդ քննարկումների արդյունքում։ Քննարկվել է ձեզ փոխնախագահի պաշտոնում նման հարց ինձ հետ չի քննարկվել, նման քննարկումներ ես նորից եմ ասում, ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ ուժեղ Հայաստան թիմում այն մարդիկ, ովքեր պետք է ընտրվեին պատգամավոր, այդ հարցը առհասարակ չի քննարկվել։ Մենք ԿՊ չենք էլի, հասկանում եք, որ ժամանակից շուտ ինչ-որ որոշումներ կա, ասենք չեմ ասում։ Նախ որպեսզի պարզ լինի մշտական հանձնաժողովներում մարդ առաջադրել թե չէ, նախ պետք է պարզվի քանի հատ մշտական հանձնաժողովա ձևավորում։ Ազգային ժողովը ինքն առաջին նիստում որոշում թե քանի հանձնաժողով։ Եթե հանձնաժողովների քանակը ընտրված չի։ Իրանք արդեն վարչությունը որոշել են առաջադրումներ են անում թե ով որ հանձնաժողովի նախագահ։ Բայց եթե ասենք թե եկանք ազգային ժողովի քննարկումների ժամանակ որոշվեց որ պետք է ստեղծվի ընդհանրեն 4 մշտական հանձնաժողով։ Դա դեռ թաթ է։ Այն արդեն առաջադրվել է։
Պարոն Ղազարյան, դրդատը մի կողմ, բայց տեսեք, դուք ասում եք պարտվել են, ամեն դեպքում այն լեգիտիմությունը, որը չեն ստացել ընտրություններով, այդ բացարձակ լեգիտիմությունը, հիմա փորձում են վերստանալ իրավական, այսպես իզոլացնում են ընդդիմադիր առաջնորդների, տեսանք Ծառուկյանի դրվագը, տեսանք հիմա Նարեկ Կարապետյանի, դրանից առաջ Սամվել Կարապետյանի, այս Իշխան Սաղաթելյանի եւ հիմա պարզ է, որ շարունակական է լինելու։ Ի վերջո ընդդիմությունը ունի դիմակայելու այլընտրանք։ Այո, Այդ պլաններն, որ ասում են, երբ ենք տեսնելու։ Չգիտեմ, այդ ինչ պլաններ ով է դրանք համարակալ է։ Չէ, ես կարծում եմ, որ այդ գործողությունները պետք չի համարակալել, դրանք իրավիճակից կայացող որ պլան B, պարոն Ղազարյան։ դե հասկամ տենց համարներով, անուններով ես Բայց ունեք պլաններ։ Մենք ունենք իրավիճակ, ցանկացած իրավիճակ, գաղտնի պլաններ ունենք, այդ մասին ասվել եմ։ Հիմա այդ մենք ունենք հստակ ամեն մի իրավիճակին համապատասխան խելամիտ ռացիոնալ որոշումներ։ Հիմա ասենք թե կարելի է չէ մտածել, որ ողջամտությունը մեզ այսօր այստեղ չի բերի։ Հիմա մեզ բերել են ապօրինի գործընթացով, ուզում են ուժեղ Հայաստանի առանցքային գործի, առաջի համարի տեխնացուին տանեն անազատության։ Հիմա այս իրավիճակին բնորոշ մենք պիտի համապատասխան հիմա այս իրավիճակում մենք նստենք քննարկենք, չգիտեմ, մշտական հանձնաժողովն ինչ է, ինչ։ Ամսի 2-ին գնալու եք Ամեն դեպքում պարոն Ղազարյան։ Դա ազգային ժողովի նիստի օր է, նիստերի մասնակցելը պատգամավորների պարտականությունն է։ Այսինքն նիստեր բոյկոտելու բան չունեք, Նման հարցեր չի, այն ինչ որ վերաբերվում է ազգային ժողովի պատգամավորների պարտականություններին, այնտեղ կա պատգամավորներ ունեն իրավունքներ եւ ունեն պարտականություն։ Եթե մարդը պատգամավոր, այսինքն հանրային ծառայող է, պարտականությունների կատարման հարցում պետք է ցուցաբերի բարեխղճություն։ Այն ինչ որ վերաբերվում է իրավունքներին, իրավունքներից կարող է օգտվել հայեցողության։ Իդեպ ԿՊ-ից ասում են, որ պատրաստում են ձեր ֆրակցիային քաղաքականապես ոչնչացնել խորհրդարանում։ Դուք ինչպես եք դիտարկում, դուք նկատում ամբողջ ձեր թիմը, ինչպես են դիտարկում այս հայտարարությունները եւ ինչպես եք պատրաստվում աշխատել այդ հայտարարությունների պայմաններում։ Սամվել Կարապետյանը մի անգամ դատարանի բակում ճեպազրույցներից մեկի ժամանակ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մեջբերումներին մի շատ լավ բանաձևում է տվել նման բոլոր իրավիճակների համար։ Շան տեղ մի դրեք։ Շատ լավ, այս Պարոն Ղազարյան, այսքան ձեր իմաստություններնելու այսօրվա ընդդիմադիր խորհրդարանական ուժը, նախորդ մարման ընդդիմադիր խորհրդարանական ուժը, ինչ ռեսուրսներ ունեք, նրանց ռեսուրսներ, օրինակ նախորդ խորհրդարանում չէին կարողանում ազդել, ԿՊ-ի այս կամ այն ուղղությունների կարճ նախաձեռնի վրա։ Դուք այս անգամ այս ուժը կարողանալ եք ընդդիմադիրների մասին է խոսքը, դուք եւ Հայաստան Դե այն որոշումները, որոնք կայացում են այնքան թվով պատգամավորներով, որը չի բավարարում մեր երկու ընդդիմադիր խմբակցությունները, բնականաբար մենք նրանց հակազդելու իրավական հնարավորություն չունենք։ Մենք կհակազդենք այն որոշումներին, որոնց հակազդելու իրավական հնարավորությունները կան։ Եթե իրանք մեծամասնություն են, հիմա ընդհանրենք ձևավորելու են կառավարություն։ Ձևավորմանը հակազդելու հնարավորություն այդ բանը չկա։ Օրենքները իրանք պատրաստ են ընդունել միայն իրենց մեկ խմբակցություն։ Դրանք կարող են առաջադրել, բայց 3/5-ն չի զավթեցին, չէ՞, Ծառուկյանից այդ 5 մանդատը, որպեսզի այդ կարգի որոշումների ընդունման հարցում իրանք միայնակ կարողանան գործել։ Բայց այդ միայնակ գործելու համար գոյություն ունի բացի իրավականից, նաև քաղաքական ժամկետներ, թե իրանք ինչքանով կարող են դա անել։ Հիմա 2017 թվականին ձևավորված ազգային ժողովում էլ կոալիցիա էր ձևավորվել Հանրապետական կուսակցության, ԲՀԿ եւ Հայ-Հեղափոխական դաշնակցության միջեւ։ Եվ ընդամենը մի տարի հետո Նիկոլ Փաշինյանին ընտրել են ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն 17 թվականի դրությամբ էլ կար այլ մեծամասնություն, այլ կոալիցիա, որը իրավական իմաստով ուներ այլ հնարավորություններ, քաղաքական հնարավորությունների ժամկետը կրճատվեց 4 տարի։ Իսկ ձեր ֆրակցիայի ղեկավարման մասով ես չեմ հիշում ճիշտ ասած կար որոշում, որ Նարեկ Կարապետյանը պետք է դեռ նման որոշում չի կայացվել ազգային ժողովի կանոնակարգով խմբակցության ղեկավար եւ քարտուղար ընտրությունը կատարում ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ։ Այսինքն այդ որոշումը կկայացվի օգոստոսի դեռևս քաղաքական որոշում է դիմացի։ Իմպիչմենտի ակտիվ կողմնակից եք հիմա կարծում եք հայտնելու գործընթաց հնարավոր է կառավարության ձևավորումից 1 տարի հետո։ 1 տարի հետո ես կարծում եմ այդ իրավիճակը պետք է օբյեկտիվորեն գնահատել եւ պետք է փորձել դա գործի դնել։ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ մենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու բոլոր հնարավոր գործընթացները իրավական գործընթացը կիրառվել են։ Պարոն Ղազարյան, եւ այստեղի ունեցող քրեական գործերը արդյոք նպատակում են գլխատել ուժեղ Հայաստան դաշնքի
որպեսզի մեծացվեն քաղաքական առանցքները թույլատված արդեն մտնել ազգային ժողով։ Կարծում եմ, որ ձեր հարցը արդեն պատասխան է, որովհետև այդ հետապնդումները իրականացում են նախ ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ հանիրավի դեռ շատ վաղուց արդեն 1 տարի է, եւ այդ ամենը իրականացվում է մեր падգամավորի տեխնացուների նկատմամբ, շտաբերի պետերի նկատմամբ, վստահված անձանց նկատմամբ, համակիրների նկատմամբ։ Լնայք այդ ամբողջ նախընտրական շրջանում օրեղ է, որ հակակոռուպցիոն կոմիտեն կամ քննչական կոմիտեն մի քրեական վարույթի, մի ձայնագրության, մի բանի մասին չխոսա, որի թիրախում չլինի ուժեղ Հայաստան։ Այսինքն սա հետևողական համակարգային քաղաքական հետապնդում է իրավապահ մարմինների գործիքակազմը կիրառելու միջոցով։ Բայց արդյունքում իրանք ինչ են ասել, ուժեղ Հայաստանը հիմա խորհրդանում է, ընդ որում ընդդիմությունը խորհրդանում ավելի մեծ կազմ ունի, քան նախորդ գումար, որ համեմատության մեջ է հիմա պատգամը, չէ, որոշումների ազդեցության վրա էլի սահմանափակումները նույնն են, բայց պատգամավորների թվաքանակը ավելի մեծ է եւ ես կարծում եմ, որ մեր ունեցած ռեսուրսը մեզ հնարավորություն տալու է արդյունավետ քաղաքական պայքար մղելու եւ մեր երկրի ներքաղաքական իրավիճակում էական փոփոխություններ մտցնելու։ Իրանք դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ իրանք այս գործողությունները դրա վկայությունն է։ Եթե իրանք վստահ լինեն, որ իրանք մոտ ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, ընթանում են առաջ, նման բաների կարիք չէ, ասենք հիմա գար օգոստոս 2-ը Նարեկ Կարապետյանը գար, ասես տենես գալու ազգային ժողով։ Հիմա ասենք անգամ եթե հիմա խափամամիջոց, հա, փողն ամս 2-ին իրավունքի ուժը ՍԴ-ի որոշում կա։ Ասես թե հիմա ասենք դες մի քանի օրվա այդ իրանք հաճույք է, էլի, ասես պրոբլեմներ սարքելու Նարեկ Կարապետյանի կալանավ այդ փոքր օգնության պարտված մարդու, խեղճացած մարդու վիճակի դրսևորում։ Պարոն Ղազարյան, դուք խոսեցիք քաղաքական պայքարի մասին, նախորդ ազգային ժողովը հուշում է, որ կա նաև ֆիզիկական պայքարի տարբերակը, պատրաստ եք դրան։ Ես ճիշտ ասած պատրաստ չեմ դրան, ես իմ սիրած միակ մի քանի մարզաձևերի նկատմամբ հետաքրքրությունն է, մեկը լեռնային դահուկներն է, որտեղ ազգային ժողովի դահլիճում դրա ֆիզիկական հնարավորությունը չկա, մեկը վոլեյբոլն է, էլ հնարավոր չի ինձ հետ կապել վոլեյբոլ խաղալ, ուրիշ մարզաձևերի հետ ես երբևէ առնչություն չեմ ունեցել, լողը հա ընդ չկա, լողավազանը չկա, ուրիշ մարզաձևերի հետ ես առնչություններ չեմ ունեցել եւ հուսով եմ, որ չենք էլ ունենալու։